Պարոն Մարտիրոսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր խոսքը։ Երկար ժամանակի առաջ ենք ունեցել ձեզ հետ զրուցելու եւ այսպես մի քիչ հետ կգնանք, շատ թեմաներ կա էլի, որոնց հետ կապված ձեր տեսակետը հետաքրքիր է։ Եվ այսպես երևի սկսենք Trip-ը, դրա շուրջ զարգացումները, Դավոսում մենք ինչ տեսանք, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, Trip-ի մարտահրավերները տարածաշրջանում նաեւ խաղացող մյուս երկրների համար, համեցեք։ Դե Trip-ը պարզ է, որ ինչպես նախատեսված էր, դա ոնց որ զուտ կոմերցիոն, տրանզակցիոն ինչ-որ գործարք է, բայց դա նաև ունի խաղաղություն բառը, հա, Trip-ի խաղաղություն բառը, բայց արդյոք դու կարող ես հասնել խաղաղության, եթե այդպիսի նախագիծը հակադրվում է այլ խաղացողների շահերին։ Դժվարանում եմ ասել, որովհետև ինչ կարող են անել այդ խաղացողները, որպեսզի եթե տեսնեն, որ իրենց շահերին շատ լուրջ ինչ-որ կարող է վնասներ հասցնի, կարող են ինչ կարող են անել, որ այդ ծրագիրը չիրականանա։ Մեկ, երկրորդը մենք այս պայն լսում ենք իշխանությունները Հայաստանի խոսում են միլիարդավոր ներդրումների մասին, բայց մինչ այսօր մենք չենք տեսել կոնկրետ ինչ ուրեմն թվերի մասին է խոսքը գնում, այդ ովքեր են այդ ներդրողները։ Իսկ ում շահերից է, դա պարզ էր ի սկզբե, որ այստեղ կան մի քանի շահարկողներ, դե արևմուտք ասածը դա Եվրոպան եւ Միացյալ Նահանգները, որոնց շատ կարեւոր է, որ Միջին Ասիայից եւ Կասպից ծովից էներգորեսուրսները հասցնեն Եվրոպա, ավելի շատ եվրոպացիներն է դա դարքրում։ Միացյալ Նահանգներին դարքրում է ուժեղացնել դիրքերը այս տարածքում, որպեսզի չձևավորվի ուժեղ ռուսական ազդեցության գոտի, հա, կայսրությունը եւ այլն, եւ նաեւ Չինաստանի դեմ, ինչու՞ չէ, գործիք։ Կա Իսրայելը ունի շահեր, այդ շահերը պարզ է հիմա մեկնաբանել պետք չի, բոլորը հասկանում են ինչի մասին է խոսքը գնում, եւ ամենամեծ շահողները այստեղ Ադրբեջանն են եւ Թուրքիան, որովհետեւ իրանք ասում են իրենց նպատակին, իրենց պետք է ինչ կամ էլ ասեն, որ սա միջանցք չի, տեսնում եք, միջանցք բառը չի օգտագործում, մենք պետք է նայենք բովանդակությանը, ոչ թե ինչ անուններ են դնում, հա, ինչ կամ ավելի շատ են խոսում նրա մասին, որ այ մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պահպանվելու է եւ այլն։ Դու նայում ես գործարքին եւ հասկանում ես, որ եթե այդպես է, ուղղակի 26%-ով է պահպանվում քո ամբողջականությունը, որտեղ է ենք ստացել մենք 26%-ը։ Էդ էլ ստացել ենք ձևի համար, որ կարողանան ասել նախ եւ առաջ երևի իրավաբանական պահեր կան, հա, որովհետեւ եթե դու 25%-ից ավել ունես, դու կարող ես որոշ հարցերում կարողանաս վետոյի դիմես, բայց ինձ չի թվում, որ Թրամփի հետ հարաբերություններում մեր իշխանությունները Փաշինյանը կարողանալու են ասել ոչ, ինչ որ վետո դնեն եւ այլն։ Վտանգները շատ են մեզ համար առաջի հերթին, որովհետեւ այդ 74%-ն էլ կարող է վաճառվի, մենք չգիտենք ինչ կամ երկարատևելու այս Թրամփի ուրեմն իշխանություն։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսական այդ ներդրումների եւ այլն, ես միշտ հիշացնում եմ Կոսովոյի պատմությունը, որտեղ այսօր կա Թրամփի լիճ։ Թրամփի լիճը ստեղծվել էր, որովհետեւ կողմերը ալբանացի Կոսովոյում եւ սերբերը չէին կարող պայմանավորվել, թե ինչպես են իրանք ուրեմն աշխատացնելու այդ հզոր հիդրոկայաններ կառուցված 70-ական թվականների դեր մի կողմը լիճը իր անունն էր տալիս, մյուս կողմը իր անունը, եկան Թրամփի բանակցողները, ասին ինչ խնդիր եկեք աշխարհին ասենք, որ Թրամփը խաղաղություն է բերել ձեզ, դա դեր մենք խոսում ենք առաջի ուրեմն Թրամփի նախագահության օրերն էր եւ խոստվեց մեծ ներդրումներ եւ այլն մինչ այսօր մենք չենք տեսել այդ մեծ ներդրումները ոնց որ կար եվրոպացիք փորձում էին քիչ թե շատ խնդիրներ լուծել այնտեղ հենց էլ շարունակում է մենք ոչ մի բան չտեսանք մեր դեպքը այլ է որովհետեւ մենք ունենք խաղացողներ որոնք որ մեծ շահեր ունեն ես ասի Ադրբեջանը եւ Թուրքիան նախ եւ առաջ ով է կառուցելու
ով է հաղթելու այդ տենդերները։ Պարզավոր թուրքական ընկերությունները առավելություն ունեն այդ տենդերներում, եթե նայենք ինչպես են մասնակցելու։ Եվ պատահական չէր, որ Հայաստանի նախագահի հետ այդ Դավոսում հենց շինարարական խոշոր հինգնակի մեջ մտնող Էրդողանի հինգնակը, հա, այդ հինգնակ ընկերություններն են, որոնց վրա ինքը տնտեսությունում շատ մեծ բաներ է, խնդիրներ է լուծում, ոնց որ այդ ընկերություններից մեկի տնօրենը նստած էր մեր նախագահի հետ քննարկումների ժամանակ։ Երկրորդը բարձ չի ել եմ ասում, արդյոք Միացյալ Նահանգները պահելու են այդ բաները, իսկ ամենակարևորն է նա, որ մենք հասկանում ենք, որ երբ որ խոսում են front եւ back office-ների մասին, ինչա տեղի ունենալու։ Տեղի ունենալու, որ front office-ը ամերիկացիք են լինելու, back office-ը հայկական կողմն է ուրեմն լինելու։ Ինչ կամով դա մեր շահերից է, եմ ասում, տնտեսական էր մեր շահը, ոչ, միայն տնտեսական չէր, ասում է Փաշինյանը, ասում է, որ սա նաև խաղաղությունն է ապահովելու։ Բայց դեք այսպիսի անկայուն վիճակում, որում գտնվում է աշխարհը, հույս դնել, որ սա ինչ որ երկարատև հարցի լուծում է, երբ մենք չգիտենք Թրամփը ինչ կամա լինելու, շարունակվելու է այդ գիծը, ոնց են փոխվելու, այն որ առաջնահերթ շահեր ունի Միացյալ Նահանգները այստեղ, սա միանշանակ է։ Բայց նաև գիտենք, չէ, որ հրապարակումներ եղան, որ ըստ էության Միացյալ Նահանգները ադրբեջանական կապիտալի հետ է բանակցում այս ամենի շուրջ, այսինքն մենք առավոտը կբացվի եւ կիմանանք, որ ադրբեջանական, այսպես ասենք, իհարկե մենք կարող ենք նույնիսկ շատ բաներ չիմանանք, ինչ խաղեր են իրան խաղում, հիմա ուրեմն դեմ։ Իսկ ինչու է մեր իշխանությունը փորձում մեզ վաճառել, որ սա խաղաղության նոր դարաշրջան է բացվում սրանով, միլիարդավոր ուրեմն ներդրումներ են լինելու, տեսեք ինչ հաջողություններ են հասել եւ այլն, որովհետեւ ընտրություններ է գալիս։ Կարճատև իհարկե դժվար է պատկերացնել, կան սցենարներ, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը այս պահին կարան փորձեն ուժային լուծում տան խնդրին, բայց կարճատև ես չեմ տեսնում այդպիսի պահանջել չկա, որովհետեւ իրանք ստացել են այդ ամենը, մնացածը իրանք կարող են դանդաղ իրականացնեն, իրանց համար շատ կարեւոր է, որ այս կուրսը, իսկ այս կուրսը մի ուժ է Հայաստանում ներկայացնում, դա իշխանություններն են, այս կուրսը շարունակվի, որովհետեւ իրանք առանց պատերազմի էլ հասնում են իրանց նպատակներին։ Սա է խնդիրը։ Իսկ ինչա դա նշանակելու երկարատև մեր երկրի համար։ Դե իշխանությունները վերարտադրվելու են, այդ է իրանց նպատակը, կարճատև իրանց անձնական շահերը պաշտպանելով իրանք տապալում են երկարատև երկրի ասեն նույնիսկ կենսունակ լինելու հնարավորությունները այս տարածաշրջանում։ Բայց պարոն Մարտիրոսյան, տեսեք, նաև ադրբեջանական կողմը, թուրքական կողմը միշտ շեշտադրում են, հա, դուք ինչ անունով ուզում եք դա կոչեք, Թրամփի թրիփ, Թրամփի խաղաղության ճանապարհ, դա Զանգեզուրի միջանցք է եւ վերջ։ Իրանց համար Զանգեզուրի միջանցք է, այո, դուք ինչ ուզում եք կոչեք, այո։ Խնդրեմ, այս մասով, հա, ու այս իշխանության այդ նորից բլեֆը, որ իրենք ամեն ձև փորձում են շեղել, ոչ սա այդ միջանցքը չէ եւ սա այն խաղաղությունն է, որը ձեզ խոստացել էինք։ Դե ես դրա մասին արդեն խոսել եմ տարբեր, տեսեք, որպես բանակցող, երբ որ նայում ես 6 էջանոց այդ փաստաթղթին, որ ներկայացվեց մեզ, մի քանի կարևոր կետ կա այդտեղ։ Առաջինը, ոչ մի իրավաբանական, ուրեմն պարտականություններ Միացյալ Նահանգների վրա Միացյալ Նահանգները չեն ստանձնում։ Մեկ, երկրորդը շատ կարևոր է, ինչից է կախված լինելու հաջողությունը այս նախագծի։ Այդպես էլ գրված է։ Հաջողությունը կախված կլինի ինչպես առաջընթացից, հա, հարաբերությունները կարգավորելու Հայաստան, Թուրքիա ինստիտուցիոնալիզացնելու խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Այսինքն ծրագրի կամ այս նախագծի հաջողությունը նույնիսկ դրվում է կախվածության մեջ Թուրքիայի եւ Ադրբեջանի, այսինքն իրենց տրվում է լծակ, չէ՞։ Եթե իրանցից է կախված, իրանք կարող են նոր պահանջներ ներկայացնեն կամ այդ պահանջները չիրականացնելու դեպքում մերժեն, ասեն, որ հետաձգվում է, չի կատարում Հայաստանը այն ուրեմն պարտավորությունները, որ վերցրել էր իր վրա, որովհետեւ մենք հասկանում ենք, որ գրավոր այն ինչ որ մեզ ներկայացնում ենք, դա ամենը չի։ Դժվար է պատկերացնել, որ դա ամենն է, որովհետեւ եթե դա ամենը լիներ, մեզ Ալիևը չէր հիշացնի ամեն շաբաթ համարյա, եթե ոչ ինքը այլ առաջի դեմքերի բաներով, հա, իր թիմի առաջի դեմքերի, որ չկա արևմտյան Ադրբեջան։
Հիմա տրամաբանություն, շատ հասարակ տրամաբանություն, որպես բանակցող եմ ասում, եթե մյուս կողմը բացահայտ ասում է, որ այսպիսի նպատակ ունի, դու պետք է հասկանաս, իսկ ինչա պետք իրեն, որ այդ նպատակին հասնի։ Պետք է որ ոչ միայն ուրեմն ունենա ազատ շարժ նյութական, հա, տարածքում, այլ մարդիկ, հա, մեր իշխանությունները իրանք են փորձում նմանացնել այս ամենը Եվրոմիության ստեղծմանը, պատերազմից հետո, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ, եւ դա շատ ձեռնտու է ադրբեջանական եւ թուրքական կողմին։ Իրանք ասելու են, ուզում եք, չէ՞ որ այդպես լինի, ուրեմն պետք է ազատ շարժ լինի ադրբեջանցիք, պետք է գույքել գնեն Հայաստանում, տիրանան, վերադառնան եւ այլն եւ այլն, ոչ մեկ չի կարողանալու խոչընդոտել այդ ընթացքը։ Սա ակնհայտ է։ Իսկ դրան հասնելու համար միայն սահմանադրությունը փոխելը դա չի բավարարել։ Ուրեմն այլ բաներ էլ կա, որ պետք է մեր իշխանությունները իրականացնեն։ Ուղղակի այս պահին իրականացնելը դժվար է, որովհետեւ գալիս են ընտրություններ եւ իրանք երևի փորձելու են խուսափել որևէ բացական բաներից։ Նորից խոստումներ են տալիս, իսկ այդպիսի խոստումներ իրանք միշտ տվել են եւ խախտել են։ 10 թվին որևէ խոստում տվել են, չեն իրականացրել, հակառակն են նույնիսկ արել, 21 թվին նույն ձև խոստումներ են տվել, չեն իրականացրել, հիմա նորից խոստումներ են տվել ու նորից մարդիկ կան, որ ասում են, հա, էլի ոնց որ խաղաղություն է։ Կարճատև կարելի է ասել, որ դա խաղաղություն է, որովհետեւ ռազմական լուծում չեն տալու այս հարցին կողմերը, մեն էլ ասում եմ, կա սցենար, որտեղ դա էլ չի բացառվում Իրանի հետ կապված։ Բայց ես հիմա չեմ ուզում այդտեղ գնալ, հասենք թե խաղաղությունը այսպես կոչված։ Բայց ինչի հաշվին է այդ խաղաղությունը։ Մեր ինքնության հաշվին է այդ խաղաղությունը։ Մեր հանրապետություն, իրական հանրապետություն ունենալու հաշվին է այդ ամենը արվում։ Այո, իսկ իշխանությունները պատրաստ են ինչ գինել ասեն, ինչ ուրեմն զիջումներ էլ իրանցից պահանջեն, իրանք պատրաստ են անել, մենակ թե իշխանությունը պահեն Հայաստանում։ Տարածաշրջանում մյուս խաղացողները, մասնավորապես Ռուսաստանն ու Իրանը, ինչ ավելի շուտ ոչ թե ազդեցություն, այլ ինչպիսի արձագանք պետք է դրսևորեն ըստ կամ ինչպես է գնահատում այսօր իրենց արձագանքը։ Դե երկուսն էլ ունեն այլ ավելի կարևոր խնդիրներ, մեկը Ռուսաստանը Ուկրաինայի հետ եւ ոչ միայն Ուկրաինայի հետ, ասենք թե արևմուտքի հետ այդ հակամարտությունը, նոր ճարտարապետություն ստեղծել անվտանգային եւ այլն, այդ հարցերն է, դե Իրանն էլ գիտենք այս Թրամփի ասած նավատորմը արմադան, որ ինքը հավաքել է, ներսի խնդիրները եւ այլն, բայց դա չի նշանակում, որ իրանք անտեսելու են իրանց երկարատև շահերը, թե ինչ են պատրաստ անել իրենք, որպեսզի եթե տեսնեն, որ սա վնասելու է իրենց շահերին, ես էլ եմ ասում, տարբերակները շատ են, այնպես չի, որ տարբերակները իրանք չունեն, ուղղակի այդ տարբերակները պահանջելու են իրանցից նայում ես այդ տարբերակներին ուժային, հա, ինչ-որ բան տալ, լուծում տալ այս խնդրին, կամ ուժային, կամ ինչ-որ այնպիսի բաներ մտցնել Հայաստանի դեմ, որ ցավալի լինի նաև բնակչության համար։ Այս բային իրանք խուսափում են, իրանք պետք չի դա անել, իրանք սպասում են տեսնել, որովհետև անորոշություն կա նաև այդ թրիփի հետ կապված, հա, մենք ոչ մի կոնկրետ բան չգիտենք, ով է շինարարությունը, երբ է նույնիսկ այդ շինարարությունը սկսելու, ինչպես է կարգավորելու մաքսային ուրեմն խնդիրները ԵԹՄ-ի հետ Հայաստանը, հա, եթե ոչ ԵԹՄ երկիր ունի ազատ մուտք քո տարածքով կարող անցկացնի ուրեմն գույք իրեր եւ այլն եւ մարդկանց էլ ինչու՞ չէ։ Սա դեռ շուտ ասել իրանք ինչ են անելու, որ եթե ասենք իրանց շահերը փորձեն նույնիսկ ուրեմն ինչ-որ ձևով բավարարել, դա կարող է Փաշինյանը փորձում անել, կարող է եւ խոստումներ է տալիս Մոսկվային, որ ոչ, դուք եք լինելու, սա միակ ճանապարհը չի լինելու եւ այլն, բայց դա այդ ամենը, գիտեք, ես դժվարանում եմ ասել, ով այս պահին Փաշինյանին վստահում։ Միգուցե եւ Թրամփն է իրան վստահում, որովհետեւ հենց որ Թրամփը ասում է, եկեք ասեք, ինձ պետք է այսօր որպես գործիք, նույն օրը հայտնվում է Դավոսում, չնայած մինչև այդ ասում էր, որ Դավոս չի էլ գնալու, հա, Փաշինյանը։ Բայց անմիջապես հայտնվեց այնտեղ, հիմա մենք խաղաղություն ենք ուրեմն կառուցում ոչ միայն Գազայում, այլ աշխարհով մեկ խաղաղություն ենք կառուցում Թրամփի հետ միասին։
Սա ուղղակի զավեշտալի է, հա, որովհետև բայց եւ աղետաբեր եթե միայն զավեշտ լիներ։ Դե տեսեք, աղետաբեր, որովհետև երբ որ միջազգային համակարգը կամ աշխարհի այս համակարգը գտնվում է տուրբուլենտ վիճակում, փոքր երկրները կամ պետք է շատ ամուր ինչ-որ ալյանսի մեջ լինեն, որտեղ իրանց ոչինչի ոչ մի վտանգ չի բանանում իրանց, հա, դրսի, կամ պետքա ավելի զուսպ քաղաքականություն վարեն, որպեսզի չհայտնվեն ինչ-որ մի ճամբարում, հետո բարձավի, որ այդ ճամբարին իրանք այլևս պետք չեն, իրանք օգտագործեցին եւ գցեցին եւ իրանք մնում են միայն մենակ։ Մեր իշխանությունները անում են այդ ամենը, որովհետեւ իրանք համոզել են իրանց կամ իրանց են համոզել, որ միակ ճիշտ ձևն է գոյատևելու այս տարածաշրջանում դա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ուրեմն հարաբերությունները բարելավելը եւ ինստիտուցիոնալիզացնելը ուրեմն խաղաղությունը, ինչպես գրված է այդ փաստաթղթում։ Ուրեմն ինչ խնդիր մենք ունենք սրա հետ։ Խնդիրը հետեւյալն է, որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան չեն հրաժարվում իրանց նպատակներից։ Եթե ասենք թե գոյնե իրանք ասած լինեին, որ այո, սրանով ավարտվում է եւ իրոք մենք ստեղծում ենք ինչ-որ խաղաղություն, մենք տեսնենք, որ իրանք այդպիսի նպատակներ ունեն, միգուցե էլի կլինեին ինչ-որ վերապահումներ, բայց այս պահին, երբ որ իրանք ասում են Արևմտյան Ադրբեջան, երբ որ իրանք ասում են ինչ են ուզում իրանք տեսնել այս տարածաշրջանում, հա, այն ինչ որ ուզում է տարածաշրջանում տեսնել նույն Աթաթուրքը, հա, այս վերջերս հրատարակվեցին որոշ փաստաթղթեր այն ժամանակաշրջանից, հա, եւ մենք տեսնում ենք, որ այդ նպատակները չեն փոխվել։ Իրանց պետքա որ ստեղ լինի շատ փոքր ամբողջությամբ իրանցից կախված մի ես չեսի նույնիսկ պետություն, վիլայեթի նման ինչ-որ մի բան։ Եվ իրանք դրան են տանում։ Իսկ մեր իշխանությունները ասում են, չէ, դա խաղաղության ճանապարհն է, դա խաղաղության ճանապարհը չի։ Դա ճանապարհն է, երբ մենք կորցնելու ենք հնարավորությունը ունենալ այստեղ որևէ մի հիմք անկախ պետության եւ հանրապետության գոյատևման համար։ Գիտեք, Ռուսաստանի մասով, գիտեք, որ երբ հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում էր, ինքը առաջարկում էր, որպեսզի Ռուսաստանը մասնակցի եւ վերականգնի Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմանային երկաթուղային հատվածների այս ամենին եւ կարծես ռուսական շրջանակներում մասնավորապես Զատուրինի խոսքով սա հերթական սցենարն է ինչպես գցել ռուսներին, հա, ներողություն այսպես էր, էլի մոտավորապես սլակներ ուղղել Ռուսաստանի դեմ, այսինքն մենք դրա նախադեպը տեսել ենք Արցախում, երբ զորախմբին կանչեցին եւ հետո ինչպես ամեն ինչը բարթեցին, իրենք գնալով ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում բարթեցին այս ամենը ռուսների վրա։ Այս մասով ձեր տեսակետը։ Դե տարբերակներ երևի հնարավոր են, ես չեմ կարծում, որ անհնար է գտնել տարբերակ, եթե պետք է որ ոչ միայն ուրեմն Միջինասիան կապի Թուրքիայի հետ եւ հետո Եվրոպայի հետ, այլ նաեւ պետք է ինչու՞ չէ հյուսիս-հարավ նաեւ բանին աշխատացնի Հայաստանի տարածքով, չնայած բարձ չի ինչու պետքա Իրանը եւ Ռուսաստանը հրաժարվեն արդեն համարյա իրականություն դարձած Ադրբեջանի տարածքով, հա, այդ հարավ-հյուսիս բանը։ Բայց խնդիրը հետեւյալն է, այդ Զատուլինի խոսքը ինչի մասին է։ Զատուլինի խոսքը նրա մասին է, որ չեն վստահում։ Եթե չկա վստահություն, շատ դժվար է տարբերակներ գտնել, որոնք կարելի է իրականացնել։ Ինչ էլ ասես, մյուս կողմը միևնույնն է վերապահումներ ունենալու, հիշելով թե ինչպես վարվեցիր եւ ինչպես է շարունակում վարվել։ Դու այսօր մի կողմից ասում ես, որ Ռուսաստանը, շայտ անունը չես տալիս դու, անունը տալիս են այլերը, այսպես կոչված հիբրիդային պատերազմ է վարում, առանց հասկանալու թե հիբրիդային պատերազմը այդ հայցեքարքը տերմինը ինչ է նշանակել եւ ինչ է նշանակում, այսինքն մամուլում շրջանակվող ինչ-որ բաներ կամ Կայա Կալասը, որը որ լավ կլներ ինքն էլ հասկանար թե հիբրիդային պատերազմը ոնց է սահմանել գեներալ Մեծիսը ժամանակին, իրանք շարունակում են օգտագործել այդ բաները, այսինքն Եվրոպայում ասում են, որ վտանգը Ռուսաստանն է, փրկեք մեզ, փող տվեք, որ մենք կարողանանք դիմադրենք, գնում են Մոսկվա, ասում են եկեք ներդրումներ արեք, ձեր շահերից է լինելու եւ այլն եւ այլն։ Պարզա որ միջև վերջ ոչ այնտեղ վստահություն չկա, իսկ երբ որ վստահություն չկա, դու փոքր երկիր ես, քեզ դիտում են միայն որպես գործիք։
ոչ թե որպես պարտնյոր, ոչ թե որպես ինչ որ ուրեմն կոալիցիայի անդամ եւ այլն, ուղղակի այս պահին պետք է որպես գործիք, արևմուտքին պետք է որպես գործիք ռուսներին դուրս մղել տարածաշրջանից, Ադրբեջանին, Թուրքիային այլ խնդիրներ իրանք լուծում, մենք խոսեցինք դրա մասին։ Չգոյություն ուղղակի Ադրբեջանն ու Թուրքիան լուծում են Հայաստանի չգոյության հարցը այլևս։ Իսկ եւ մեր իշխանությունները դառնում են գործիք այդ նպատակների համար, այդ շահերը բավարարելու համար։ Իսկ մեր արդյոք դա մեր շահերից է։ Ես չեմ զարմանա, եթե սնտրաշավի ժամանակ ասեն, որ դա էլ է մեր շահերից, որովհետեւ միայն այդ ձև կարող են գոյատևել այս տարածաշրջանում։ Եթե դուք միայն այդ ձև կարաք այս տարածաշրջանում գոյատևել, ձեր ասելով, հասկանում եք, նույնիսկ ազգային պետության գաղափարը իմաստից զրկվում է, որովհետև ազգային պետությունները միշտ ստեղծվել են Եվրոպայի պատմության մեջ եւ ամբողջ աշխարհով մեկ հետո ստեղծվել են այն նպատակով, որ իրանք պետք է այդ ինքնությունը այդ տարածքում ստեղծեն պայմաններ, որ անվտանգ կարողանա զարգանա։ Հիմա եթե դուք ասում եք, որ մեզ պետք է մեր ինքնությունը փոխել, որ մենք գոյատևենք այստեղ, էլ ձեր պետությունը ինչի համար է պետք, որ դուք այս տարածքում հարկեր հավաքեք եւ հետո պարգևավճարներ բաժանեք ձեր մեջ։ Դա է իմաստը։ Իհարկե դա ստեղծելու այնպիսի պայմաններ, որ հայը չի ուզենալու ապրել այստեղ։ Էլ ինչ վերադարձ դեպի Հայաստան եւ այլն, ամենակեղծա, ամենասուտա։ Մենք անպայման կգանք այդ պարգևավճարների թեմային։ Տեսեք, պարոն Մարտիրոսյան, խոսելով այս մանավանդ նաև մեր տարածաշրջանում այսպիսի բուրո զարգացումների մասին, խոսելով աշխարհում տեղի ունեցող վերաձևավորումների մասին, որովհետև հեսա մենք նաև խոսելու ենք Թրամփի Դավոսում արված հայտարարությունների հետ կապված, մենք երեք էլ ականատեսը եղանք, հա, այս մարդը ունի իր վարչաբենդը, երգել, պարել, թռնել, ուրախանալ, շատ կարճ ուղղակի, եթե դեմ չեք միակ տեսանյութ Սա խայտարակություն է ուղղակի, իրենք այսպես քեֆ, ուրախություն, նախարարը պարում է, վարչապետը նվագում է, ինչ-որ անձինք ենտեղ են, մյուսը Ալեն Սիմոնյան ազգային ժողովի նախագահը այս Շնորհակալություն, որ արձագանքեցիք եւ այսօր այստեղ եք, վստահ եմ լավ ժամանակ եք անցկացնելու։ Ու այս ամենը այս ազգային աղետի, կորսված հայրենիքի, զոհերի, Բաքվում խոշտանգվող գերիների, տարածաշրջանային եւ ոչ միայն լարվածության, գոյություն ունենալ չունենալու լինելիության ֆոնին, խնդրեմ։ Տեսանք ուղղակի տեխնոլոգիաներ են նախընտրական, առաջերտին իրանք պետք է ապագայի ուրեմն նոր պատկերը, չէ, որ իրանք պետքա ընտրողին վաճառեն։ Խաղությունը եկել է, ուրեմն ուրախանալու եւ երկելու, պարելու պան է եկել, տեսեք ինչ դարաշրջան ենք ուրեմն մեր այս իշխանությունները հասցրել եւ միայն իրանք կարող են այդ ուղղությամբ շարունակել մեզ տանել։ Քանի որ իրանք տեսնում են, որ այդ 60%-ը, որը որ մոտավորապես 60% այս թվերը չեմ կարող ասել, որ հենց 60-ա, բայց մոտավորապես այն ընտրողները, որոնք որ կամ հրաժարվում են ընտրություններին մասնակցել, կամ ձայն չգիտեն ում պետք է տան, եթե գնան բանի, դրանց համար է պայքարը լինելու եւ դրանց գալի մասը երիտասարդությունն են։ Դրա համար հիմա այս ամենը, այս դիսկոտեկան, բանի համար է, որ երիտասարդներին տեսեք, մենք ձեզ նման ենք, դուք էլ չէ երազում եք նվագախմբեր ստեղծել եւ այլն, դե երիտասարդության մոտ դա շատ է տարածված։ Տեսեք ինչ վարչապետ ունենք, ինքն էլ ձեզ նման է, սա է նպատակներից մեկը, դա ես ուղղակի ընտրական արշավի մաս են տեսնում, իրանք պետք է նաև համոզեն մեզ, որ տնտեսական բոլոր խնդիրները լուծված են լինելու, դե անվտանգության խնդիրը լուծված է, որովհետև քանի կա Թրամփը ոչ մի պատերազմ չի լինելու, խաղաղություն է եւ այլն եւ այլն։ Եվ եթե մեր ընտրողները նմանավանդ այդ 60%-ը, որ չեն կողմնորոշվել, տան իրենց ձայները, իրենց ուրեմն հավանականությունը, որ իրանք օգտագործելով admin ռեսուրսը եւ ստանալով ինչ որ մի զանգվածի ձայներ, որոնք նորից խափնվելու են
այս արդեն երրորդ անգամ դրանով իրանք փորձելու են ապահովել իշխանությունը պահելու խնդիրը Բայց այս ամենի ֆոնին նաև որ իրենք այս իմիտացիան ստեղծում որ իբր ամեն ինչ լավ է, խաղաղ է, երիտասարդությունը երջանիկ է, չնայած իրանք մի երիտասարդություն, մի սերունդ, այսպես իրենց վերած պատերազմի եւ աղետի հետևանքով զոհվելը, իրենք նաև այո, ինչպես են իրենք միլիոններ հաստող պարգևավճարներ իրենց դուրս գրում եւ իրականության մեջ թե ինչ ծանր պայմաններում են մեր թոշակառուները խնդրել Դե, ստեղ ես չեմ տեսնում իրանք միշտ եղել են ցինիկ այդ հարցերում, ուղղակի եկել են հասել են այն պահին, երբ որ ամեն ինչ կարան անեն, այսինքն սահմանադրությունն են խախտում, ոչ մի հետևանք չկա իրանց համար։ Սա ինչ խնդիր է, որ ընդհանրապես ուղղակի պետք է ինչ-որ ցինիկ բան գտնեն, չէ, հիմնավորում պետք է գտնեն, թե իբրև եթե այդ պարգևավճարները չտան, այլ լավագույն մասնագետները չեն գա իշխանությունը չի ունենա էֆեկտիվ կառավարման ինչ որ հնարավորություններ այդ դեպքում Սա կեղծ է իհարկե, որովհետև պարգևավճարը տրվում է մարդկանց, որոնք որ ինչ որ հաջողության են հասել, հա, մենք պետք է տեսնենք ինչ է արել այդ կոնկրետ մարդը, որ ինչի դիմաց ստանում է այդ գումարը Իսկ եթե բոլորն են ստանում պարգևավճար եւ չունի տարբերություն ինչ արել այդ մարդը ինչի արել, դա ուղղակի փաստորեն պետությունը ունենալով մոնոպոլիա բոլոր թևերի վրա, իշխանության թևերի վրա եւ ամենակարևորը ուրեմն բռնության մոնոպոլիա նաեւ ունենալով Ասում եմ, ես կարամ ես անեմ, իսկ ձեզ դուր դեր չի գալիս, ինչ ուզում եք արեք։ Ես միևնույնն է վերարտադրվելու եմ, անելու եմ ես եւ շարունակելու եմ դա անել։ Իսկ դուք պետք է ձեր հարկերը տաք եւ չբողոքեք։ Հերոսաբար տվեք ձեր հարկերը, որ մենք լավ ապրենք։ Սա է իրանց պատկերացած արդարությունը։ Սա բերում է մեզ շատ կարևոր մի խնդրի, որը որ պարզ էր ինձ թվում է ոչ միայն Նժդեին, միջև Նժդե շատերը դրա մասին խոսել են պետություն, որտեղ չկա արդարություն չկա, դու կորցնում ես իշխանությունները կորցնում են իրենց լեգիտիմությունը։ Դու չես կարողանում ապահովել ամենակարևոր պահանջարկը։ Հիմա մարդիկ կան, որ ասում են դե լավ, ավելի վատ էր անցյալում, հիմա դե գոյնը իրանք բացահայտ են դա անում, առաջ իրանք էլ են օգտագործում, միշտ փորձում են շեղել դիսկուրսը դեպի այ նախկինում ավելի վատ էր։ Հա նախկինում վատ էր, ես չեմ կարող շտկել անցյալը, բայց ես տեսնում եմ դուք ինչ եք անում, ես տեսնում եմ դուք ուր եք տանում, դուք տանում եք դեպի անդունդ, ես հիմա այդ անցյալի մասին կարելի է գիտեք հավերժ խոսել, որ նախկիները էին, բայց ես պետք է հասկանամ մեր վաղվա օրը ինչ ալնելու, եթե դուք եք որոշումներ ընդունողները, եւ այն Այս խոսված, այս սուվերեն տարածքում ներխուժած ադրբեջանական զորքեր չենք ունեցել։ Այո, դա ամենը հասկանալի է, բայց ես համոզված չեմ, որ այդ թեզը, նախկինների թեզը, իրանք մինչև վերջ չեն շարունակելու օգտագործել եւ քանի որ իրանք օգտագործում են, ես չգիտեմ, սոցիալական հարցումների արդյունք է սա, թե ինչու խոսքի օրինակ նոր ուրեմն ուժերը, որոնք որ մասնակցելու են ընտրությունների, բոլորը ասում են չենք համագործակցելու նախկինների հետ։ Դա ինչի մասին է խոսում։ Խոսում են ամասին, որ իրանք էլ թե իրանց հարցումներն են դա ցույց տալիս, թե իրանց խորհրդատուներն են իրենց ասում, այ մի բան արեք, որ դուք նախկինների հետ ինչ որ ձև կոալիցիա եք կազմելու, որովհետև դա ձեզ համար վատ է լինելու։ Նախկիններին ժողովուրդը դեր չի ներել։ Ես ասում եմ ժողովուրդը դեր չի ներել, դա դարել է ինչ որ մեմի ձև, հա, որ իբրև ժողովուրդը տարբեր է, տարբեր մոտեցումներ կան, տարբեր հիշողություն կա այն ժամանակի մասին եւ տարբեր մանիպուլյացիաներ կան։ Իրանք փորձելու են շարունակելու են այդ խաղը, որովհետեւ մենք տեսնում ենք, երբ որ իրանք սկսում են քննադատել եւ տեղին քննադատել, իրանք միշտ բերում են նախկիններին։ Իրանք ասում են, բա նախկինների օրը,
նմանավանդ երբ որ նախկինները ներկա են, այսինքն ազգային ժողովում, սկսում է ուրեմն արդեն անցնում անձնական բանին, հա, ad hominem, անձնական, բա դուք ես եք անում, դուք են եք անում եւ այլն։ Եվ մարդիկ, որոնք որ հետևում են այդ դիսկուրսը, նորից սկսում են բանանել, որ հա ես չեմ ասում բոլորը, բայց շատերի համար դե հա ոնց որ հավասար ինչ որ բան է գնում, հա, զրույց է գնում։ Երբ որ ինքը ասում է, որ ինքը հիշում եք ասում էր դեբատների է հրավիրում նախագահներին, նպատակը ինչու՞մ էր։ Եթե դու գնում ես, սա շատ հասարակ խնդիր է եւ սրա համար պետք չի ոչ լեզվաբանության ֆիլոսոֆիայով զբաղվել, որ հասկանալ։ Եթե մենք սկսում ենք քննարկել արդյոք սա բաժակ է, թե չէ, դուք ասում եք սա բաժակ չի, ես ասում եմ բաժակ է, Պարզա որ ինչ որ չափով այս բաժակի քննարկումը դառնում է արդեն ոնց որ երկու կողմից ընդունված, հա, ոնց որ մենք քննարկելու ենք հիմա գնալու են ընտրությունների եւ քննարկելու են իշխանության ծրագիրը, իբրև իրանք ունեն ծրագիր, խաղաղության եւ թրիփ եւ այլն եւ AI-ն բերելու է սա, բոլոր խնդիրները լուծելու են, այդ ապագայի պատկերը իրանց նկարած, հա, որը շատ անգամ հիմքեր էլ չունի, հա, ոնց որ ոչ մի փաստ դեռ չկա ինչ է լինելու, ոնց է լինելու, թե թրիփը, թե AI-ի հետ կապված եւ այլն։ Բայց իրանք այդ պատկերը, ապագայի պատկերը փորձելու են վաճառել բնակչությանը։ Եւ եթե դու մտնում ես իրանց հետ ուրեմն այդ քննարկումների մեջ, նույնիսկ եթե հիմնավորված ասում ես, որ չէ, այդ չի լինելու, սա է խնդիրն, այ խնդիր, դու արդեն իսկ ինչ որ չափով սկսել ես ընդունել, որ դա հնարավոր է։ Հիմա կարելի է վիճարկել հնարավոր է թե չէ, բայց իրանք ասում են հա հնարավոր է, իսկ ով ասեց որ հնարավոր չի։ Ապագայի մասին ավելի հեշտ է այդ ձև քննարկումներ անցկացնել, հասկանում եք։ Եթե իրանք ունենային էթոսի գոյնե մի քանի տոկոս, իսկ էթոսը ինչից է բան եղած, դու ցույց ես տալիս քո անցած ճանապարհով, դու խոստացել ես, ծրագիր ես ներկայացրել, իրականացրել ես եւ արդյունքները շոշափելի են, ես կարամ քեզ վստահեմ, որ այո, եթե դու ասում ես, այդ ապագան խոստանում ես, որովհետեւ այդ ապագան եկել է, իսկ իրանց դեպքում լրիվ հակառակն է տեղի ունեցել, լրիվ հակառակը։ Ասել են խաղաղություն բերել են պատերազմ, ասել են Արցախ, կորցրել ենք Արցախը, եւ այլն, լրիվ հակառակ բան է, պատկեր է այն ինչ որ անում են։ Ու մենք տեսնում ենք, որ իրանք անձնական, ուրեմն իրանք շահերը բավարարում են, բայց անտեսվում են ազգային շահերը եւ բավարարվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը։ Դե ինձ թվում է որ Դե պարզ է, որ դու կարող ես սահմանադրության մեջ գրած ունենաս, որ Հայաստանը սոցիալական պետություն է, այդ էլ երևի վերցրել են Գերմանիայի սահմանադրությունը, ես չգիտեմ, որ երկի սահմանադրությունը վերցրել էին, բան էին արել, հա, cut and paste են արել, մտցրել էին Հայաստանի, ուրեմն մեր սահմանադրությունը ասում է, որ մենք սոցիալական պետություն ենք։ Այսինքն ինչն է այս պետության սոցիալական, որևէ մի բան ասեք, որ սոցիալականին նմանվում է։ Ավելի շատ իրանց քաղաքականությունը Աչակողմյանի բաներին, հա, կուսակցություններին է նմանվում, երբ որ իրանք ասում են, դե շուկան կկարգավորի, ինքնուրույն կկարգավորի այս ամենը, շուկան կկարգավորի, կամ ես չգիտեմ, կա արդյոք մի ոլորտ, մի ուղղություն, որտեղ իրանք կարող են շոշափել, բացի բանկային ոլորտից, այդ բանկային էլ պարզ է ինչի վրա իմ, կամ խաղամոլների բանը, պլատֆորմները եւ այլն, այդտեղ ունեն հաջողություններ, բայց արդյոք քո երկիրը կարողանալու է ոչ միայն գոյատևել, այլ մրցակցել այս տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհով մեկ ստեղծել ինչ որ մի ուրեմն համակարգ, որը որ առաջի հերթին հաջողակ է լինելու եւ անգամով հաջողակ է լինելու, որ գրավիչ է լինելու բոլորի համար, ասեն, որ այո, այս երկրում իրոք կա արդարություն, կա հնարավորություն ազատ մրցակցելու, կա հնարավորություն ազատ խոսելու եւ այլն, մենք այդ ամենը արդեն վաղուց պետք է մոռանանք։ Ինչքան իրանք ասում են ազատ խոսքի հնարավորություն կա, մենք տեսնում ենք ուրեմն այո, խոսքի համար մարդկանց իրանք կարող են չկան երկրներ, որտեղ խոսքի համար կարան տուգանեն խոսքի, ես կա այդպիսի բան,
բայց որ միջև դատը նույնիսկ մարդկանց կալանքի բան անեն, պատժեն ուրեմն, արդեն պատժեն, միջև նույնիսկ դատարանի որոշումը կա, դու խիստ պատժում ես այդ մարդկանց։ Սա իհարկե անընդունելի է, բայց ինչու է տեղի ունենում, որովհետև իրանք ունեն կարտ բլանշ Թուրքիայից, Ադրբեջանից դե դա անվտանգային հարցով ոնց որ մենք չենք խանգարելու ձեզ մինչև ընտրություններում հաղթեք, հետո կանեք այն ինչ որ խոստացել եք, եւ ամենա երևի գիտեք ինձ համար խոսքի օրինակ այդ երկերեսությունը եվրոպական, հա, ոնց կարող եք դուք այս ամենը չնկատեք, ոնց կարող եք դուք այսօր լռեք, ասեք որ ամեն ինչ ստեղ դեպի ժողովրդավարություն է գնալու, ու մենք այդ ամենը լսելու ենք, այս գալու են երբ լինելու մայիսի 4-ին, երբ այդ հավաքը տեղ ունենալու, էլի հնչելու են կենացներ, ժողովրդավարություն եւ այլն եւ այլն։ Ես չգիտեմ ընդդիմությունը ինչ է ուզում անի, բայց դա լինելու է շատ լավ հնարավորություն ցույց տալ իրական դեմքը իշխանությունների հետ օրը։ Ուզում ԵԽԽՎ-ի ինքնած բանաձևին էլ անդրադառնանք եւ այնտեղ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այդ հայտարարությանը, որ ասում են Հայաստանում սրբազաններ են, հոգեվորականներ են հետապնդման ենթարկում, դա բամբասանք է, որ ավելի խոսում է, որ իր Նիկոլ Փաշինյանի կյանքի ներվտանգ սպառնում, նաեւ բանաձևը ԵԽԽՎ-ի իշխանազավթում, որ արձանագրում են, որ ցավալի է, որ կան հոգեվորականների իբր իշխանազավթում են իրականացնել, այսինքն սա նաև ցույց է, թե ինչպես են իշխանությունները իրենց օգնի դրսում լավ աշխատել, եւ այստեղ նաև ներդիմություն անելիք ունի մեծ մասով, բայց փաստ, որ մենք ունենք այո խաղ բանտարկյաններ, մենք ունենք հետապնդման ենթարկվող խոշտանգող ինչ-որտեղ նաև, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչ ավազանգեր են իջեցնում փաստաբանները, ինչ վիճակում են պահում այս մարդկանց, ընտրված համայնքապետ Վարդան Ղուկասյանից մինչև մեր գործընկեր Նարեկ Սամսոնյանին խնդրեմ այս մասով, ԵԽԽՎ բանաձևն ու Արարատ Միրզոյանի հայտարարությունը։ Դե ես արդեն ասացի, եթե նույն ձևով կարելի է տեսնել, որ կային չէ եվրոպական ձախակողմանի քաղաքական գործիչներ 30-ական թվականներին, որոնք ասում էին, որ ամեն ինչ շատ լավ է խորհրդային միությունում եւ միայն 56 թվին այդ 20-րդ համագումարից հետո, երբ որ այդ ամենը բացահայտվեց եւ այլն, մենք չենք կարող հավատալ, որ այդպիսի բաներ էին տեղի ունենում։ Հազարավոր մարդկանց գնդակահարում էին առանց դատի, առանց որևէ մի բանի։ Տրոյկան որոշում էր, որ մեղավոր է եւ վերջ։ Իհարկե մենք կարելի ասել խստության բանով մենք չենք հասել դրան, հա, բայց դա պետք էլ չի իշխանությունը պահելու համար այսօր։ Բավարար է, որ դու կարողանաս ում ուզես, ոնց ուզես պատժես խոսքի համար։ Եվ եթե եվրոպացիք դա չեն տեսնում կամ ձև են անում, որ իրանք չեն տեսնում, դա միևնույն է, վերջում ավելի վատ է իրանց համար լինելու, որովհետև գիտեք, իրանք էլ կորցնում են ինչ որ չափով ուրեմն հեղինակությունը, լեգիտիմությունը, ելով է ձեզ վստահելու սրանից հետո։ Երբ որ դու տեսնում ես, որ դուք ոչ ձեր արժեքներն եք պաշտպանում, այլ ինչ որ շահեր ունեք, այդ շահերի հետևից ընկած, ուրեմն պատրաստ եք ամեն ձև, ամեն բանի վրա կամ աչքներ փակեք, կամ այդ Եվրոմիությունը կամ տարիա չգիտի, որ Ալիևը բռնապետ է, կամ չգիտեն, որ կոռումպացված է, ամեն ինչ էլ գիտեն, ամեն ինչ էլ բան է, մենք ուղղակի այստեղ դժբախտաբար դեր ունենք մարդկանց, որոնք որ այդ արևմետամոլ լինելը անգամ խորը ուրեմն արմատներ է բանել, որ երբ որ իրանց նույնիսկ փաստի առջև ես կանգնացնում, միևնույն ասում են, որ դա առաջատար ուրեմն բանն է, քաղաքակրթությունն է։ Մենք պետք է ամեն ձև պայքարենք ուրեմն կայսրության դեմ, Ռուսաստանի դեմ, որովհետև կա ավելի քաղաքակիրթ ուրեմն աշխարհ, որին մենք պետք է անդամ դառնանք։ Դու եղի այդ քաղաքակիրթը առաջինը։ Դու եղի, դու դա չես։ Քո էությունը բռնապետությունն է։ Այսօր շատ քիչ բանով է տարբերվում, այն ինչ որ տեղի է ունենում Հայաստանում, նույն Ադրբեջանից։ Մի քիչ ավելի խիստ է այնտեղ, մի քիչ ավելի կոշտ է ինքը, արդեն
դաշտը բանը արել պատրաստելա եւ իր գործը մի քիչ ավելի հեշտացել է, որովհետեւ ինքը հայել կարողանում է վաճառել հաղթանակը հայերի բանով, հա, որ ինքը այդ նպատակին ասել է եւ դեր խնդիր ունի արևմտյան հիմա Ադրբեջանի, որովհետեւ շատերը այնտեղ ընդդիմությունը նույնիսկ ամիջապես դրանով համոզվեցին, որ այո, պետք չի ուրեմն Ալիևի կլանի դեմ բան անել։ Սա է միակ տարբերությունը։ Իստեղ տեսեք, ինչ վերաբերվում է եկեղեցու դեմ պայքարին։ Եվ գալով եկեղեցուն ուղղակի գիտեք, որ երեկվանից Սուրեն Պապիկյանի որոշմամբ Հայաստանի զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարվեց եւ հիմա ճիշտ ասած վաղ առավոտից լարված է զու հոգևոր առաջնորդությանը պատկանող քանեքերի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հսկում է ռազմական ոստիկանության մեքենան։ Ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։ Խնդրեմ։ Դե տեսեք, մի նպատակ հայտարարվեց, երբ որ Փաշինյանը սկսեց իբրև զայրացած էր, որ խախտվել է շատ կարևոր ուրեմն կուսակրոնության այդ դիրքը եւ այլն։ Տեսավ դա չի աշխատում, սկսեց ներսից ուրեմն օգտագործելով կոմպրոմատը, հենց այն KGB-ի ձևերով, որոնց դեմ ինքը շատ է խոսում, շատ է սիրում խոսել, նույն ձևերը օգտագործելով, կոմպրոմատը օգտագործելով, փորձում է պարակտել եկեղեցին։ Էդ էլ չի ստացվում, փաստորեն ինքը հիմա ոնց որ ժամանակին Անգլիայում Հենրի 8-րդը ստեղծեց իր ուրեմն եկեղեցին, նույն ձևով հիմա Փաշինյանը փորձում է ասել, որ մենք կամ պետք է ամբողջությամբ փոխենք մեր եկեղեցին եւ անենք այն ինչ որ էլի Թուրքիան եւ Ադրբեջանն են պահանջում։ Ինչ են իրանք ուզում։ Իրանք ուզում են, որ հայոց եկեղեցին դառնա Հայաստանի եկեղեցի եւ պետությունը ամեն ձև կարողանա վերահսկողության տակ պահել եկեղեցու բոլոր քայլերը եւ այլն։ Սա ոչ միայն սահմանադրության իհարկե խախտում է, ինչա նշանակում, երբ որ եկեղեցին որոշում է ընդունում, դու ասում ես, որ մենք չենք ենթարկվելու, մենք վերականգնեցնում ենք, դատարանով վերականգնեցնում ենք ուրեմն այս կամ այն նախկին ուրեմն եկեղեցու գործի բանը, հա, դիրքը։ Սա կլներ իհարկե էլ եմ ասում զավեշտալի, որովհետև պետությունը այդպես խառնվել է, ոնց կարող են եվրոպացի կետել չնկատեն։ Բայց իրենց շահերից է, ինչ են իրանք եվրոպացիներին խոստանում եւ արևմուտքին, որ իրանք հիմա բռնել են իրանց ուզած ճանապարհը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ գալու են համերաշխության, նույնիսկ մեր ինքնության գնով գնալու ենք դրան, հրաժարվելու ենք, չէ, բանից, էլ չկա ոչ Արարատ կա, ոչ բան։ Այո, դիրա պատկերացումով չպետության, հա, իսկ դրա դիմաց հակառուսական այդ բանը շարունակելով համոզում են իրանց, որ ես լինելու եմ այն գործիչը, որը անելու է այն ամենը, ինչի մասին դուք մտածել եք, երբ ասել եք Հայաստանը ոնց դարձնենք կամ հակառուսական ինչ-որ մի բան ստեղծենք, հակաիրանական ինչու չէ, այդ ամենը շատ հնարավոր է իր պատկերացմամբ։ Բայց ես էլ եմ ասում, սա շատ վտանգավոր խաղ է, որովհետև կարճատև կարող է թվա, որ ինքը հասնում է ինչ-որ նպատակներին եւ այլն, բայց միջին եւ երկարատև սա մեր երկրի համար շատ ու շատ վատ զարգացումներով հղի բան է, կուրսա։ Բայց այդ Պապիկյանի որոշմամբ ինտերեսների հոգևոր ծառայությունը ցրելը ինչի տեսարան համ ստեղծել բանակին հարված համ եկեղեցուն։ Չէ, դե իրանք ուզում են ամեձև թույլատնեն, չէ, բանը եկեղեցին։ Իրանք բացի նրանից, որ կա դրսի պահանջ այս օրակարգի համար, իրանք իրանց օրակարգել ունեն, իսկ իրանց օրակարգում հետեւյալն է, որ եկեղեցին, քանի որ մեզ չի աջակցում,
այլ իրանց թվում է, որ աջակցումը ավելի շատ ընդդիմությանը եւ այլն, ուրեմն պետքա թույլատնենք եկեղեցին, որ Աստված ոչ անի ընտրությունների ժամանակ քարոզեն, որ պետք է ձայները տակ ինչ որ մի այլ բան։ Չնայած այդպիսի բան հնարավոր չի, բայց իրանց մոտ այդ վախը կա, չէ, որ անելու են ինչ որ իրանք են անում։ Այսինքն այդ մեկ, երկրորդն էլ պարզ է, որ երբ որպես դու պետություն փորձում ես վերահսկես, դու դուրս ես բերում խաղից այն ուժը, որին չես կարողանում կառավարել կամ վերահսկել։ Սա է խնդիրը։ Իսկ աշխարհով մեկ նույն Միացյալ Նահանգները, ես հիմա եվրոպական տարբեր երկրներում չեմ ասի ոնց է, բայց Միացյալ Նահանգները այսպես կոչված կապել մայստերի բանը, դիրքը եղել է եւ կա եւ լինելու է եւ կան տարբեր կրոնների ներկայացուցիչներ, որոնք որ ուրեմն եթե դու բանակում ծառայում ես, դա չի նշանակում, որ դու պետքա զրկված լինես քո խղճի հարցերը կարողանաս կարգավորես այսպես թե այնպես։ Այստեղ հետեւյալն է, որ մենք մնում է մի հատ էլ ասեն, որ քրիստոնեությունը միակ կրոնը չի Հայաստանում եւ դրա համար ճիշտ չի, որ միայն հայոց եկեղեցու բաները լինեն, հա, կանաները լինեն ընդգրկված այդ գործում։ Սա է իմ պատկերացման պես են իրանք անում։ Դե այն որ իրանք Չինաստանը դիտում են որպես ամենակարևոր ուրեմն խնդիր անվտանգության համար, դա պարզ է, դրա մասին բացահայտ ուրեմն արդեն հայտարարել ոչ միայն ակադեմիական շրջանակներում կամ think tank-ների շրջանակներում, այլ պետական Պենտագոնի հրատարակած ուրեմն կարևոր ռազմավարական փաստաթղթի մեջ այդ ամենը գրված է։ Հիմա ինչ է ուզում Թրամփը, Թրամփի պատկերացմամբ կայսրությունը, այսինքն ինքը կայսրն է, Միացյալ Նահանգները ունեն ուրեմն խնդիր, որովհետև որպես գլոբալ կայսրություն տարբեր երկրներում տարբեր տեղեր ունեն շահեր, բայց ծախսը ավելանում է, չէ՞։ Պատկերացրեք ինչքան հսկայական է այդ ծախսը, նույն էս Իրանի դեմ էս հավաքված արմադան օրական մոտավորապես նույն տեղում պահելը, հա, այդ նավատորմը օրական մոտավորապես արժի $20 միլիոն, հա, եւ պարզ է, որ ինքը որպես անցյալը բիզնեսի ներկայացուցիչ եւ անշարժ գույքի բանով, հա, զբաղվող, իր համար ինքը նայում է աշխարհին այդ անշարժ գույքի գործարարի ինչ-որ բանով, հա, տրանզակցիոն եւ այլն։ Եթե մենք ձեզ տալիս ենք անվտանգություն, 80 տարի տվել ենք ձեզ անվտանգություն, դրա գինը պետքա լինի Գրենլանդիան։ Եվ որպես բանակցող կարամ ասեմ, որ իր մոտեցումը միշտ ամենա նույնն է, ինքը սկսվում է շատ կոշտ դիրքերից, մեծ պահանջարկներ, կոշտ ինչ-որ նույնիսկ սպառնալիքներով եւ այլն, եւ եթե տեսնում է, որ դիմադրություն չկա, ինքը ասում է կամ պետք է անեք այն ինչ որ ես եմ պահանջում, կամ ձեզ ավելի վատ է լինելու, ինչ որ պահեր կա, երբ որ դա ստացվում է, կարճատև հիմա Վենեսուելայում ստացվեց։ Ինքը նույնիսկ ես վերջերս նայում էի 19 թվին դեր արդեն ուներ Վենեսուելայի վերաբերյալ պատկերացում, որ պետք է ուժային լուծում այդտեղ լինի։ Բայց ինչ է լինելու դրանից հետո, ինչ հետևանքներ դա կարող է ունենա։ Դա ավելի քիչ է իրան հետաքրքրում, քան այս պահին ստանամ այս տարածքը, պետք է իմը լինի։ Եթե լինում է դիմադրություն, ոնց որ եղավ Գրենլանդիայի դեպքում, խոսքի օրինակ, որտեղ եվրոպացիք քիչ թե շատ ցույց տվեցին, որ ինչ հետևանքներ կարող է լինի, ոչ միայն
տնտեսական, այլ ընդհանրապես ինչ հետևանքներ կարող է լինի, նույնիսկ խոսքը գնում էր Միացյալ Նահանգների արդեն բազաների մասին Եվրոպայում եւ այլն, ինձ թվում է իր խորհրդատները բացատրին իրեն, որ դա ավելի թանկ է նստելու։ Իր մոտ միշտ դա պետք է մոնետիզացվի, փողի վերածվի, հա, ավելի թանկ է նստելու Միացյալ Նահանգներին։ Դրա համար ինչ ասեց հաղթել ենք, կարող ենք ինչ ուզենք անենք Գրենլանդիայում եւ փաստորեն ոչ մեկ քեզ չէր ասում, որ դու չես կարող անել այն, ինչ որ անելու ես։ Բազաներ առանց էլ ունեցել է Միացյալ Նահանգները, հիմա էլ կարա ունենա եւ այլն եւ այլն։ Ամենտեղ քեզ պատրաստ են քեզ հետ համագործակցային բոլոր շահի հետ բավարարին, բայց ոչ իրան պետք էր ունենալ դա, պետքա տիրանա դրան։ Իրա պատկերացումը, այդ այսպես կոչված Դոնրո դոկտրինը, որը որ Մոնրոյի Միացյալ Նահանգների նախագահի շատ կոպիտ ձևով ձևավորված բաները, սկզբունքները միացրած են Թրամփի այդ ուրեմն անշարժ գույքի աշխարհի բաների պատկերացումների հետ եւ հետեւյալ պատկերն է, այսինքն աշխարհի այս մասում ոչ չինացիք, ոչ ռուսները, ոչ մեկ չպետք է կարողանա խառնվի, սա մեր տարածքն է ոնց որ սրանից դուրս որտեղ մենք կարողանալու ենք մենք մեր ուժը հերիքելու է, մեր ծախսերը հերիքելու են, մենք այդտեղ էլ համարելու ենք, որ դա էլ է մեր ազդեցության գոտի, որտեղ չենք կարողանալու դուրս են գալու, դուք ինքնուրույն լուծեք ձեր խնդիրները, եվրոպացիք, դուք ինքնուրույն լուծեք ձեր խնդիրները, Ճապոնիա, Հարավային Կորեա, ինքնուրույն լուծեք կամ մեզ դրա դիմաց ավելի մեծ գումարներ պետք է հատկացնեք, որը անհնար է փաստորեն իրականացնել։ Սա է Թրամփի պատկերացրածը։ Ես չգիտեմ ինչ կամա տևելու Թրամփը որպես նախագահ, ինչ ալնելու աշնանը, ինչ կլինի մյուս ընտրությունների ժամանակ, ինքն էլ երիտասարդ չի, արդեն Գրենլանդիան Իսլանդիայի հետ է խառնում եւ այլն, հա։ Մենք այդ ամենը պատկերացնում ենք, բայց ես համոզված եմ, որ այն հակամարտությունը, որը որ ձևավորվել է Միացյալ Նահանգներում, այդ երկու ճամբարը, որ ձևավորվել են, այդ հակամարտությունը շարունակվելու է եւ կշարունակվի այս գիծը, Թրամփի գիծը, թե կգան նորից գլոբալիստները, որոնք որ կասեն այդ ամենը սխալ էր, մենք պետք է նորից հիմա վերականգնեցնենք մեր հարաբերությունները Եվրոպայի եւ այլ պարտներների հետ եւ այլն։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետեւ այստեղ 50-50-ի վրա է, ոնց է այդ ամենը շարունակվելու։ Բայց այն որ կա անորոշություն այդ հարցերում, դա միևնույնն է, մեզ պետք է հուշի, որ մենք չենք կարող այս պահին խոսել ինչ որ 100 տարվա խաղաղության մասին, ինչ որ գիտեք հայտարարություններ են անում, իբրև իրանք ոչ թե մարդ են, որը որ մահանալու բան ունի, հա, ինչ որ այլ իրանք ինչ որ աստվածային ինչ որ բաներ են, որ իրանք կարող են ասել 100 տարի էսա լինելու։ Ոչ մեկ չգիտի 5 տարի հետո ինչ է լինելու, 10 տարի հետո ինչ է լինելու։ Լինելու է Եվրոմիություն, ինչ է լինելու Ռուսաստանում, ոնց է ավարտվելու է Ուկրաինայի ամբողջ այս պատմությունը եւ այլն։ Ոչ մեկ հստակ չի կարող։ Կան սցենարներ, այդ սցենարները ունեն տարբեր հավանականություն եւ ճիշտ է հաշվարկել այդ հավանականությունները, բայց ճիշտ է հաշվարկել, եթե դու հստակ հասկանում ես քո շահերը ինչումն են։ Եթե քո շահը միայն իշխանությունը պահելն է, այդ դեպքում դու այլ ձև ես այդ սցենարներում քեզ պահում, ուղղակի փորձում ես պայմանավորվել բոլորի հետ, որ դու իրանց համար ձեռնտու ես։ Ինչու ես ձեռնտու, որովհետև անելու ես այն ամենը, ինչ իրանք են քեզանից պահանջում։ Ես չեմ զարմանա, եթե ոչ միայն Սուրեն Պապիկյանը այդ քալից հետո էլ ասի, որ իսկ մեզ բանակ ընդհանրապես ինչին է պետք։ Պաշտպանության նախարարություն պետք է, որովհետև իրանք պետք է պարգևավճարներ ստանան այնտեղ, բայց բանակ մեզ ինչներից է պետք։ Բանակ մեզ պետք չի, որովհետև ոչ Թուրքիայի դեմ ենք պատերազմելու, ոչ Ադրբեջանի դեմ ենք պատերազմելու, ոչ մոքի դեմ էլ չենք պատերազմելու։ Մենք պետք է դառնանք փոքր այսպիսի երջանիկ ուրեմն նվագախումբ ձևավորված վարչությունով, վարչակազմով, այդ է մեր նպատակը լինելու այս տարածաշրջանում։ Սա է իրանց դա
Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակն է։ Եկեղեցին թույլատնելը, որպես եկեղեցին մնում է շատ կարևոր սյուն, որը որ դեր պահում է մեր պատկերացումը, թե հայ ազգը ինչ է իրանից ներկայացնում։ Եթե հայ ազգը դա խոսում են 3 միլիոնի մասին, ես չգիտեմ բնակչությունը այսօր ինչ կամ է։ Միայն այս տարածքում եւ ոնց որ Փաշինյանը սիրում տալ չէ այդ քարտեզը, երևի դպրոցում կոնտուրային այդ քարտեզների բանա սիրար ա եղել, այդ քարտեզը որ ցույց տալիս, ասում է ես սրան է բանն եմ, վարչապետն եմ, այս է իմ բանը։ Դա նաեւ գալիս է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերից, որովհետեւ դա անելով, դա ասելով դու փաստորեն ամենակարևոր ուժի աղբյուրը, որ պես ազգ մենք ունենք, մարդկային կապիտալը, դու դրանից հրաժարվում ես։ Դու ասում ես, որ Սփյուռքը այլևս թող գնան իրանք երկրներում, որտեղ ապրում են, այդ երկրների քաղաքացի են, այլևս դա ինչ է դրքում։ Ձևի համար ունի, ել եմ ասում, ոչ թե նախարարությունը, այլ ինչ էր բանը, կոմիսարիատ էր, հա, բոլշևիկների ձևով ստեղծել, ուրեմն, որովհետև նրանք էլ պետք է պարգևավճարներ ստանան, ինչու՞ չէ։ Իրանք բոլորը, ովքեր որ լոյալ են ռեժիմին, պետք է պարգևավճար ստանան ու ձևի համար ասեն, որ մենք իբրև Սփյուռքի հետ հարաբերությունները ավելի ուժեղացնում ենք գնալով։ Բայց դա այդպես չի, դա ակնհայտ է, որովհետև եթե դու թույլատրում ես եկեղեցին, թուրքերը, ադրբեջանցիք դա շատ լավ հասկացել են։ Դու թույլատրում ես Սփյուռքը նաև, որովհետև դա միակ դա եւ պատմությունը երկու բան ուներ, որ կապում էր մեզ բոլորին։ Ասածը մենք տարբերվում ենք եւ այլն եւ այլն։ Այդ երկուսը հանում ես եւ մի սերունդ, երկու սերունդ, լավագույն դեպքում երկու սերունդ ձուլվելու գնալու է Սփյուռքն էլ, որովհետեւ այդ հիմքերը դու քանդում ես։ Շնորհակալություն, պարոն Անդրեասյան։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։